Օրակարգի 5-րդ հարցը, խնդրեմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացված որոշման նախագծով նախատեսվում է զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին սույն թվականի մարտի 4-ի համապատասխան օրենքի պահանջների համաձայն Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից 5 տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափերը, 2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 1.5 միլիոն դրամի չափով, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 5 միլիոն դրամի չափով։ Որոշման նախագծով փոփոխվում է նաև Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները, նախկին 6 ամսվա փոխարեն։ Խնդրում եմ հավանության արժանացնել, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, այս ծրագրով կրթության պահանջ կա բարձրագույն թե տենց։ Ոչ, պարոն փոխվարչապետ, խոսքը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից պայմանագրային զինծառայության անցնելուն եւ զորակոչվածները, ովքեր նախկինում 5 տարի ժամկետով ծառայում էին, ստանում էին զորացրվելիս 5 միլիոն պատվովճար, ներկայումս եթե իրենք շարունակեն ծառայությունը եւս 2 տարով, այսինքն 7 տարի ժամկետով դառնա, կստանան այդ 2 տարվա համար հավելյալ 1.5 միլիոն դրամ, իսկ եթե շարունակեն եւս 5 տարով, ապա կստանան եւս 5 միլիոն դրամ։ Այսինքն արդյունքում 10 տարի ծառայեն 10 միլիոն ստանան։ Այո, արդյունքում ստացվում է, որ ժամկետային զինծառայողը, ով զորակոչվում է բանակ 18 տարին լրանալու պես, ինքը 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրի մոտ նախորոշված իր ցանկալի զորամասում եւ 5 տարվա պարագայում ստանա 5 միլիոն, 10 տարվա պարագայում եւս 5 միլիոն, այսինքն կստանա եւ աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի եւս 10 միլիոն դրամ պատվովճար։ Այսինքն ինքը 4 տարի ծառայում է, որից հետո պիտի կնքի 5 տարվա պայմանագիր առնվազն։ Ոչ, ինքը 4 ամիս ծառայում է, կնքում է 5 տարվա պայմանագիր, 5 տարին լրանալուց հետո ստանում է իր 5 միլիոն պատվովճարը, եթե ինքը ցանկություն է հայտնում շարունակել, կնքում է եւս 5 տարվա պայմանագիր եւ ստանում է կրկին 5 միլիոն դրամ պատվովճար։ Իսկ եթե կցանկանա 2 տարի, ապա կստացվի, որ 7 տարի ծառայության համար ինքը կստանա 6.5 միլիոն դրամ պատվովճար, գումարած իր ամենամսյա աշխատավարձը։ Այսինքն այդ 2 տարվա տարբերակը 4 ամսից հետո չի, 4 ամիս Ոչ, ինքը արդեն պայմանագրային զինծառայող է, պետք է շարունակելու վերաբերյալ պայմանագիր կնքի։ Հիմա սա պիտի օրենք փոխենք, նոր մենք այս տարի մարտ ամսին արդեն օրենքը փոխել ենք, որով լիազորել է կառավարությանը ուղղակի չափերը սահմանել, մենք սրանով կիրարկումն ապահովող այս որոշմամբ սահմանում ենք չափերը։ Այսինքն սա մտնել է ուժի մեջ հրապարակման պահից։ Այո։ Ինքը ձեր զորակոչի գրաֆիկների հետ հակասություն։ Բացարձակ հակասության մեջ չի մտնի, 26 թվականի այս տարվա արդեն զորակոչվածները կարող են այս 4 ամսվա տրամաբանության մեջ այլևս չսպասել 6 ամսվան եւ իրենք դառնան պայմանագրային զինծառայող։ Շատ լավ, շնորհակալություն։ Առիթից օգտվելով նշեմ, որ իրենք արդեն մեր թվականակը Պաշտպան հայրենիացի հասել է շուրջ 6000-ի եւ մենք սրանով արդեն մենք ավելի կբեծացնենք թվականակը։ Շատ լավ։ Դա բաց ինֆորմացիա է։ Եվ որովհետեւ մենք քանիցս արդեն ազգային ժողովում եւս հնչեցրել ենք։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Խնդրեմ համեցեք հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ։ Համեցեք, պարոն։
Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, ուզում էի հասկանալ, այդ 4 ամիսը մտնում է այդ 5 կամ 10 տարվա մեջ, թե ստարտը որ կետից է սկսում։ Ոչ, ինքը մեծ հաշվով ստացվելու է ծառայելու է 4 ամիս եւ 5 տարի։ Այլ հարցեր։ Հարցեր չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։